Այսօր խորհրդարանում կկայանա գների ուսումնասիրման ժամանակավոր քննչական հանձնաժողովի հերթական աշխատանքային հանդիպումը։ Հանդիպմանը կմասնակցեն մանրածախ առևտրի ցանցերի փոքր եւ միջին օպերատորները։ Ինչպես հանձնաժողովում են պարզաբանում, նրանք գների ձևավորման շղթայի գլխավոր օղակն են եւ հենց նրանք են սահմանում ապրանքի վերջնական գինը։ Հանձնաժողովը հավանաբար մինչեւ ապրիլի վերջ կավարտի աշխատանքը։ Մեծամասնությունում հույս ունեն, որ խնդիրների բացահայտումից հետո ոլորտը կկարգավորվի եւ սպառողական ապրանքների գները կնվազեն։ Իսկ ընդդիմությունը քննադատում է վրացական երազանքի քաղաքականությունը եւ այն անվանում է ֆարս։ Վրաստան կատարած այցի կապակցությամբ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովը հայտարարություն է տարածում։ Հայտարարության մեջ նշվում է, որ այցի նպատակը կողմերի միջև երկխոսության խրախուսումն էր։ Պատվիրակությունը ողջունում է Վրաստանի եվրոինտեգրման ձգտումների վերաբերյալ լայն կոնսենսուսը։ Հայտարարությունում խոսվում է նաև ապագա ընտրությունների մասին, որոնք պետք է համապատասխանեն ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին, սակայն կազմակերպությունում նշում են, որ այդ նպատակներին հասնելու ճանապարհին քաղաքական ասպարեզում առկա սուր բևեռացումը կրկին խոչընդոտող գործոն կլինի։ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծում է, որ պետական ինստիտուտների դեմ բռնությունն անընդունելի է։ Իսկ ավելի հստակ հայտարարությունում կարդում ենք. պետական ինստիտուտների դեմ բռնության կիրառումն անընդունելի է։ Փոփոխությունները պետք է տեղի ունենան ընտրական արգղերի եւ քաղաքական որոշումներ ընդունող մարմինների միջոցով եւ ոչ թե բռնությամբ, որը նպատակ ունի նրանց տապալել, ասվում է հայտարարության մեջ։ Հեղինակները նաև ափսոսանք են հայտնել իշխող կուսակցության որոշ անդամների կողմից մի շարք ընդդիմադիր կուսակցությունների արգելմանն ուղղված փորձերի կապակցությամբ, ինչը նրանց խոսքով էլ ավելի կխորացնի պառակտումը։ Հայտարարության համաձայն մի քանի օր տևած այցի արդյունքները կարող են քննարկվել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստում եւ Հաագայում կայանալիք տարեկան նստաշրջանում։ Մեր մայրցամաքում պետք է տարածենք ժողովրդավարության անվտանգության ցանցը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատարը։ Մարտա Կոսի հայտարարությամբ բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում Վրաստանում, երբ Ռուսաստանը հաղթում է։ Կոսը ուշադրություն է դարձնում Վրաստանում ընդունված դրամաշնորհների վերաբերյալ նոր օրենքին, որը նրա խոսքով հարձակվում է երկրի ժողովրդավարական եւ քաղաքացիական տարածքին եւ Վրաստանին էլ ավելի է հեռացնում եվրոպական ապագայից։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության անդամների հետ միասին մուսուլման համայնքին իֆտարի է հյուրընկալել։ Կառավարության ղեկավարը խոսել է ժամանակակից եւ ուժեղ վրացական պետության կառուցման գործընթացում մահմեդական համայնքի դերի մասին եւ նրան շնորհավորել գալիք Ռամադան Բայրամի առթիվ։ Վրաստանի վարչապետի անունից մուսուլմանական համայնքի պատվին կազմակերպված իֆթարին ներկա են գտնվել հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդյանին, տարածաշրջանային զարգացման նախարար Կախա Գուլեդանին, Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլին եւ կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլյանին։ CNN-ի տեղեկությամբ Իրանը սկսել է ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում։ Լրատվամիջոցը հղում անելով աղբյուրներին հայտնում է, որ ականապատումը լայնամասշտաբ չի եղել եւ վերջին օրերին տեղադրվել է միայն մի քանի տասնյակ ական։ Այս տեղեկատվության տարածումից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ Ամերիկան ոչնչացրել է 10 ականադրող նավ։ Իսկ ավելի ուշ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, որ Հորմուզի նեղուցի մոտ ոչնչացրել են Իրանի մի քանի ռազմածովային նավ, այդ թվում 16 ականադրող նավ։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից սկսված համատեղ ռազմական գործողությունից հետո Իրանում մոտ 140 ամերիկացի զինվոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը հղում անելով Պենտագոնին։ Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելի հայտարարությամբ վիրավորված ամերիկացի զինծառայողներից 108 զինվոր արդեն վերադարձել է ծառայությանը, իսկ 8 զինծառայող գտնվում է ծանր վիճակում։